Արփինե Նավասարդյան, Արագի Նյուզ։ Պարոն նախագահ, մինչև շատերը ձեզ կոչ են անում հեռանալ քաղաքականությունից, հայտարարելով, եթե դուք մասնակցեք ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է, ինձ հետաքրքիր է, ինքներդ երբևէ մտածել եք այս մասին եւ ինչը կարող է ստիպել ձեզ հեռանալ քաղաքականությունից, քանի որ դուք քիչ առաջ նշեցիք, կցանկանայիք ազատվել այդ բեռից, ինչը կստիպի ձեզ ազատվել այդ բեռից, շնորհակալ։ Հետաքրքիր հարց է, երևի ամենից հաճելի հարցն է։ Այս հարցը դուք ընդհանրապես այս հարցը մամուլում եւ այլևան հնչեցվում է մի կոնտեքստում, որ նախկինները, չէ, ասենց միացնում են նախկինները, որ գնան, պայծառ ապագա կբացվի ուրիշների համար։ Իմ մոտ միշտ հարց է առաջանում, թե ինչն է հիմքում այդ նախկինների նույնացումը։ Պետք է չէ այդ հարցը առաջանալ։ Բնավորությամբ լրիվ տարբեր են երեք նախկին նախագահներ։ Եթե հնարավոր է երեք տարբեր իրարից շատ հեռու սենց մարդիկ հորինել, ապա մենք այդ երեք նախագահներն են, Պետրոսյան, ես եւ Սերժ Սարգսյանը։ Լրիվ տարբեր են բնավորությունները։ Հայացքներով եւս լրիվ տարբեր են։ Աշխատանքի ոճով եւս լրիվ տարբեր են։ Մեր աշխատած տարիների արդյունավետությամբ եւս լրիվ տարբեր են։ Թիմային տեսանկյունից եւս լրիվ տարբեր են։ Ինչն է մեզ միայն միացնում։ Մեր աշխատանքային գրքույկում գրած, որ նախագահ ենք։ Ուրիշ բան մեզ չի միանում։ Ու չեմ ասում ով է լավ, վատը մասին չի, որ տարբեր են։ Հիմա լավ, եթե միայն այն հանգամանքը, որ աշխատել ենք նախագահ, բավարար է, ասենց նույնացնել եւ ասել դուք ասենց փաթեթային, դուք չպիտի մասնակցեք, որովհետեւ եւ այլն, եկեք մի հատ մտածենք, ասենք բոլոր նախարարները չպիտի մասնակցեն, որովհետեւ նախարարներ են եղել։ Բոլոր падգամավորները չպիտի մասնակցեն, падգամավորներ են եղել։ Բոլոր օմբուդսմենները չպետք է մասնակցեն, որովհետեւ օմբուդսմեններ են եղել։ Եվ այսպես շարունակ։ Նորմալ է։ Եթե նորմալ չի։ Հիմա եթե կոնկրետ ին վերաբերյալ բան ունեք ասել, ասել։ Okay, Փաշինյանը էլ ինչ պիտի ասի, իհարկե պիտի ասի։ Հիմա հետաքրքիր է, գիտեք ինչն է, որ Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ բան է, չէ, որ ժողովրդին սիրում է, հետո պարզվեց, որ փողն է սիրում։ Ոչ թե ժողովուրդ։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակը այսպիսին չէր։ Եվ այսպես շարունակ չեմ ուզում այս թեման շարունակել, ենթադրում եմ, որ մեկը ինչ-որ հարց երևի կտա։ Ես ամեն ինչի մեջ փորձում եմ փնտրել ռացիոնալ ինչ-որ մի բան և փորձում եմ տրամաբանել։ Ընտրամբանական։ Ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը, իր մասնակցության ձևաչափը և ինքն է փորձում գնահատել, թե ինչ արդյունավետությամբ ինքը կարող է մասնակցել։ Հիմա ինչ կոնկրետ ինչ վերաբերում է ինձ։ Նայեք։ Ես վերջապես 2008 թվականը որևէ պետական պաշտոն չպահեցի, ես թողել եմ գնացել, հեռացել։ Եվ իմ կյանքի ամենից երջանիկ տարիները եղել են 2008-2011 թվական։ Ազատ մարդ, աշխատել եմ մի հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել, և ազատ պատասխանատվություն չեմ կրել, ամեն ինչ անել։ Սա մի ուրիշ հաճույք է, մի մարդու համար, որը 88 թվականից մինչև 2008 թվականը միշտ ծանր փորձություններ անցնում էր, միշտ կրիզիսային, ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվությունը իր վրա ստացել։ Հիմա այն վիճակն է, որ ևս ճգնաժամային է, ևս պատասխանատվություն ստանալու կամ պատասխանատվությունից խուսափելու ընտրության առջևին ես կանգնած։
Ես համարում եմ, որ իզնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարա երկիրը։ Եվ դրա համար եմ ասած։ Եթե մեկի անունը տակ ով ավելի մեծ փորձ ունի, բոլոր ուղղություններով, շատ լավ։ Սա եմ ասած։ Բայց այս ամեն ինչի մասին մենք երբ որ ներկայացնենք մեր ձևաչափը մասնակցելու, ես լրացուցիչ կարծում եմ ամբողջ թիմով եւ դուք թիմը կտեսնեք եւ ամբողջ թիմով ամեն ինչի մասին խոսենք։ Եվ վերջնական որոշումը չկա, դրա համար sense մի քիչ առաջ ես առաջ ընկա, բայց դուք ինձ առաջ բրդեցիք։